Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, եթերում սպասիրինց հաղորդաշարն է։ Ողջունում ենք առաջին ալիքի բոլոր հեռուստադիտողներին և հետաքրքիր թողարկում ենք խոստանում։ Դե, եթե սկսեցինք խոստումներից, ապա այդպես էլ շարունակենք։ Խոստանում ենք այսօր ևս նոր որոնումներ սկսել։ Խոստանում ենք անպայման որևէ մեկի գտնվելու լուրը հայտնել։ Խոստանում ենք այսօր ևս հուզել և տարատեսակ էմոցիաներ պարգևել ձեզ։ Եվ իհարկե խոստանում ենք, որ մոտակա 30 րոպեները շատ արդյունավետ և բովանդակալից կլինեն։ Մեզ հետ այդ 30 րոպեները բավականին արագ են անցնում, իսկ քանի որ պետք է փորձենք հասցնել այն ամենն, ինչ պլանավորել ենք, ուրեմն սկսենք առանց վայրկյան կորցնելու։ Նախկինում երբեք չեմ հասկացել, ինչ է նշանակում կորցնել իրար։ Մի կողմից սիրում ենք ասել, աշխարհը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են, համացանցի այսքան տարածված լինելու շնորհիվ էլ բոլորը գիտեն բոլորի թե գտնվելու վայրը, թե կյանքի մյուս մանրամասները։ Մյուս կողմից էլ բազմիցս լսում ենք, որ հարազատ մարդիկ կորցրել են իրար ու տարիներով չեն կարողանում գտնել։ Քեզ նման շատ ու շատ մարդիկ էլ այս թեմայի վերաբերյալ բազմիցս կասկածներ են ունենում ու չեն պատկերացնում, որ նման բան հնարավոր է։ Բայց դու ասացիր նախկինում, ինչ է փոխվել հիմա։ Վերջին շրջանում տեսնելով մեր խմբագրություն եկող բազմաթիվ հայտերի չդադարող հոսքը, ծանոթանալով պատմություններին, մարդկանց կյանքում տեղի ունեցած տարբեր իրավիճակներին, հասկացել ու համոզվել ենք, որ իսկապես երբեմն չենք պատկերացնում, ինչեր են տեղի ունենում կյանքում։ Արի ու տես, ամեն բան հնարավոր է։ Հնարավոր է, այն էլ ինչպես։ Երբեմն լարված սյուժեով ֆիլմեր են հիշեցնում մեր հայտատուների կորստի ու որոնման պատմությունները։ Ու դրանք լսելով մեզ մնում է միայն փորձել մտնել նրանց դրության մեջ, չքննադատել ոչ մի դեպքում։ Եվ օգտագործելով հեռուստատեսության ուժն ու անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, որոնումներ սկսել։ Եվս մեկ պատմության կծանոթանանք հենց հիմա։ Երբ Հայկազ Ավետիսյանի ծնողներն ամուսնալուծվեցին, նա 7 տարեկան էր։ Ուներ եղբայր և 2 քույր։ Նրանք ապրում էին Լոռու մարզի Մեդովկա գյուղում։ Հայրը Սլավիկը շինարար էր, հաճախ էր մեկնում արտագնա աշխատանքի։ Երեխաների խնամքով հիմնականում զբաղվում էր տատիկը։ Ամուսնալուծությունից հետո Հայկազի մայրը Թամարան տեղափոխվեց Տաշիր քաղաք։ Նա Մեդովկա չէր գնում, երեխաների հետ հանդիպում էր Տաշիր քաղաքում։ Մեր անգամ եկավ ու էլ չի եկավ։ Պապայի հետ չունեին։ Համար երևի չէր կարող կարել։ 2008 թվականի մայիսին ծառայության մեկնելուց առաջ Հայկազն այցելեց Թամարային։ Այս անգամ նրանք օրը տանն անցկացրին։ Առավոտյան Թամարան որդուն ավտոբուս նստեցրեց ու բարի ծառայություն մաղթեց։ Ծառայության տարիների ընթացքում մայր ու որդի որևէ շփում չեն ունեցել։ Զորացրվելուց հետո Հայկազը գնաց Տաշիր քաղաք մայրիկին տեսնելու, բայց Թամարայի տան դուռը փակ էր։ Հարևաններից Հայկազն իմացավ, որ Թամարան փորձել է Վրաստան գնալ, բայց անձնագիր չունենալու պատճառով սահմանը հատել չի կարողացել։ Տուն սակայն նա չի վերադարձել։ Հետագայում Հայկազին հաջողվեց կապ հաստատել Թամարայի հարազատների հետ։ Ընտանիքը ևս որևէ լուր չուներ։ Սենք ստեղ պահող մենակ երս այր է, որիցս հետո ես ես գյուղից գնացել եմ։ Ման որտև մի քիչ տաժան, մենք ես տունը չեմ կարում։ Շատ եմ սիրում, շատ է կարոտում, կովե կարանայինք մի քիչ ապրենք անգիստ։ Մամ ջան, հետո լսում ես ինձ խնդրում ենք առասարակի շատ սիրում ու կարոտով սպասում ենք։
1963 թվականին ծնված Հակոբ Համբարձումյանը կորել է 1999 թվականին Չիտա քաղաքից Հայաստան գալու ճանապարհին։ Չիտայում բնակվում էր կնոջ եւ 2 երեխաների հետ։ Նա հասել է Սոչի, սակայն Երևան հասնելու տոմս չի կարողացել ձեռք բերել։ Գումարը չբավականացնելու պատճառով կես տարուց հարազատներին հայտնել է, որ աշխատում է Սոչիում, շինհրապարակում, եւ գումար հավաքելուն պես մեկնելու է Հայաստան, քրոջ մոտ։ Դրանից հետո այլևս կապի դուրս չի եկել։ Հարազատները խնդրում են արձագանքել բոլոր նրանց, ովքեր կարող են տեղեկություն հայտնել Հակոբի մասին։ Մանուկ Ասատրյանին որոնում են հարազատները։ Վերջին անգամ նրան տեսել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ին բժշկական պատգարակի վրա 2 ոտքերի կոտրվածքներով։ Նրան երկրաշարժից հետո դուրս էին բերել Գյումրիի կահույքի գործարանի ավերակների տակից։ Մանուկին ուղարկել են սանիտարական ինքնաթիռով, սակայն նրա հետագա ճակատագրի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Լուսանկարում Դավիթ Հովանիսյանն է, ծնվել է 1985 թվականին, ապրել է մոր Թագուհու եւ հոր Նիկոլայի հետ Հայաստանում։ Երբ Դավիթը 2 տարեկան էր, ծնողները բաժանվել են եւ մայրը տարել է նրան Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլայի քույրը Մարին շատ է ցանկանում տեսնել Զարմիկին եւ ծանոթացնել նրան բարեկամների հետ։ Միխայիլ Տրիշկինի ազգականները խնդրում են օգնել որևէ տեղեկություն ստանալ նրա ճակատագրի մասին։ Միխայիլը ծնվել է 1951 թվականին Մոսկվայում։ 1989 թվականին Հայաստան է եկել երկրաշարժից հետո Գյումրի քաղաքի վերականգնման աշխատանքներին մասնակցելու նպատակով եւ մնացել է ապրելու։ Վերջին անգամ Միխայիլի քույրը նրանից լուր է ստացել 25 տարի առաջ։ Հայաստանն ու հայերը արդարացիորեն հայտնի են հյուրընկալությամբ։ Մեզ համար հյուրընկալությունը պարզապես գեղեցիկ խոսք չէ, այլ մենթալիտետի մաս։ Գուցե դա է պատճառներից մեկը, որ ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում մեր երկիր։ Իհարկե նրանց այստեղ են բերում նախ Հայաստանի հինավուրց պատմությունը, մշակույթն ու տեսարժան վայրերը։ Նրանցից մեծ թվով մարդիկ մեկ անգամ այցելելով այլևս չեն ուզում հեռանալ։ Նրանք իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկն են կայացնում եւ Հայաստանը դիտարկում են արդեն ոչ որպես արձակուրդն անցկացնելու վայր, այլ որպես նոր տուն։ Մենք անկեղծորեն ուրախանում ենք Հայաստան եկած յուրաքանչյուր մարդու համար։ Շտապում ենք նրանց ներկայացնել մեր ավանդույթներն ու մշակույթը։ Փորձում ենք ցույց տալ մեր երկիրը ամենալավ կողմերից։ Մինչ կբացահայտենք ինչու ենք խոսում Հայաստան եկած մարդկանց մասին, ծանոթանանք մի որոնման հայտի։ Դիտենք էկրանին։ Լուսանկարում Վալենտինա Ավրամչուկի մայրն է, Անյան։ Վալենտինան մայրիկին կորցրել է 1 տարեկանում։ Անյան մահացել է սննդային թունավորումից։ Մայրիկի հարազատների մասին Վալենտինան գրեթե ոչինչ չգիտի։ Հայտնի է միայն, որ Անյան եղբայր է ունեցել, անունը Կոնստանտին։ 3 տարի առաջ Վալենտինան ամուսնացել է եւ Ուկրաինայից տեղափոխվել Հայաստան։ Այժմ ապրում է Արմավիրի մարզում։ Նա դիմել է «Սպասիր ինձ» հեռուստանախագծին քեռուն Կոնստանտինին գտնելու խնդրանքով։ 3 տարի առաջ Հայաստան է տեղափոխվել Վալենտինա Ավրամչուկը։ Գալու պատճառը ամուսնությունն էր հայի հետ։ Հուսով ենք, որ նա հասցրել է սիրել մեր երկիրն ու կապվել։ Այդպես է թե չէ, կհարցնենք հենց նրան։ Նա այսօր մեր տաղավարի հյուր է։ Վալենտինա, համեցեք։ Բարի օր։ Վալենտինա, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Հայաստանում եք ապրում արդեն 3 տարի է, բայց նախքան Հայաստան գալը որտեղ եք ապրել։ Լուգանսկի շրջանի Վոյտովո գյուղում եմ ապրել։ Ամուսնուս հետ տեղափոխվեցինք այստեղ։ Սա նրա հայրենիքն է։ Այստեղ են նրա ծնողները։ Ձեր ամուսինը հայ է, բայց նրա հետ Հայաստանում չեք ծանոթացել, արդեն ամուսնացած եք, երբ եկել եք։ Այնտեղ ենք ծանոթացել։ Նա էլ էր այնտեղ ապրում։ Ընկերոջ հետ մեր գյուղ էր եկել։ Այդպես էլ ծանոթացանք։ Ամուսնացանք, հետո այստեղ տեղափոխվեցինք։ Հասցրել եք արդեն հարմարվել Հայաստանին, մի փոքր սովորել լեզուն, ծանոթանալ այստեղի մարդկանց մտածելակերպի, հոգեբանության հետ։ Այո, իհարկե։ Ինձ դուր է գալիս Հայաստանը։ Այստեղ շատ լավ է։ Ես ինձ զբոսաշրջիկ չեմ համարում։ Այստեղ իմ երեխաներն են, որոնք արդեն Հայաստանի քաղաքացիներ են։ Ամուսինս, նրա ծնողները, տունը։ Իսկ հայրենի հետ առաջընթաց ունեք։ Այնքան էլ չէ։ Երբ խոսում են, որոշ բաներ հասկանում եմ, բայց խոսել դժվարանում եմ։
Իսկ հայկական որևիցե մի ավանդույթ արդեն հասրել եք սովորել։ Դե օրինակ հայկական հարսանիքները։ Ռուսաստանում, Ուկրաինայում դրանք լրիվ այլ կերպ են անցնում։ Մարդիկ ուրիշ են, շատ են տարբերվում հասարակությունը, շփումը, վերաբերմունքը։ Ինչն է ձեզ բերել «Սպասիր ինձի» տաղավար։ Ես ուզում եմ գտնել քեռուս, մայրիկիս հարազատ եղբորը։ Նրան երբեք չեմ տեսել, բայց գիտեմ, որ նա կա։ Հայրիկս, բարեկամներս պատմել են նրա մասին։ Նա ինձ տեսել է, երբ ես մոտ 1.5 տարեկան եմ եղել։ Գուցե ավելի փոքր։ Ահա այս լուսանկարում մայրիկս է։ Նա մահացել է 1995 թվականին։ Դրանից հետո քեռուս չեմ տեսել։ Մեր շփումն ընդհատվել է։ Մյուս տատիկս, հորս մայրը, որոշ ժամանակ նամակներ էր գրում նրանց Որոնեժ, բայց որքան հիշում եմ, պատասխան չէր գալիս։ 1999 կամ 2000 թվականին տատիկը եկել է։ Ես դեռ փոքր էի։ Բայց հիշում եմ այն պահը, երբ նա ինձ գրկեց ու մենք պարում էինք։ Եվ վերջ, այլևս ոչինչ չգիտեմ։ Չեմ հիշում։ Փաստորեն դուք ձեր մորեղբորն եք ման գալիս։ Իսկ ինչ է ձեր մայրիկի անունը։ Մայրիկիս անունը Աննա էր։ Անանյևա Աննա։ Ամուսնու ազգանունը Ավրամչուկ։ Ենթադրում եմ, որ քեռուս ազգանունն էլ է Անանյև։ Հասկանում եմ, որ շատ փոքր եք եղել, բայց ինչ եք հիշում մայրիկի հետ կապված։ 7 ամսական եմ եղել, երբ նա մահացել է։ Ոչինչ չեմ հիշում։ Նրան միայն լուսանկարներով եւ տատիկիս ու հայրիկիս պատմածներով եմ ճանաչել։ Հետաքրքիր է դրանից հետո ինչն է պատճառը դարձել, որ կապը ընդհատվել է ձեր ազգականների հետ։ Ես նույնիսկ որևէ ենթադրություն չունեմ։ Շփումը պահպանողն իմ տատիկն էր։ Գուցե նրանց միջև ինչ-որ վեճ է եղել։ Տատիկս բարդ բնավորություն ուներ։ Հայրիկս պատմում էր, որ երբ մայրական կողմի տատիկը եկել էր, ուզում էր տանել ինձ իր հետ, բայց տատիկս չի համաձայնել։ Ասել է, որ չի ուզում քրոջն ու եղբորը բաժանել։ Մյուս տատիկս դեմ չի եղել մեզ երկուսիս էլ տանել, բայց հայրական տատիկս չի տվել մեզ։ Գուցե նրանք էլ նեղացել են։ Այնուամենայնիվ ինչ-որ բաց կա, ենթադրում եմ, հենց ձեր մոր պակասն եք ուզում լրացնել, գտնելով նրա կողմի ազգականներին, որովհետև չեք ճանաչում ձեր մոր եղբորը, որևէ էմոցիոնալ կապ չկա նրա հետ, հուշեր չկան։ Դուք ինքներդ ինչպես եք բացատրում, ինչու է հիմա հասուն տարիքում առաջացել ցանկություն գտնելու մի մարդու, ում մասին ոչինչ չգիտեք։ Ես մինչ այս էլ ուզում էի գտնել նրան, բայց չէր ստացվում, ընտանեկան տարբեր հանգամանքների պատճառով։ Սկզբում հայրիկս խնդիրներ ուներ, նա երկար ժամանակ հիվանդ էր, հետո եղբայրս զոհվեց։ Չէր ստացվում։ Իսկ հիմա մի քիչ ազատվել եմ։ Շատ եմ ուզում։ Հայրիկս միշտ ասում էր, քեռի ունես, Կոստյան, պետք է գտնել նրան։ Վերջի վերջո ազգական է։ Հայրիկս միշտ լավ էր արտահայտվում նրանց մասին։ Ուղղակի այն ժամանակ չէինք կարող գտնել։ Հիմա ես հասկանում եմ, որքան դժվար է առանց մայրիկի։ Նույնիսկ երբ տատիկներ ու պապիկներ կան, միևնույն է, առանց մայրիկի շատ դժվար է։ Եվ առհասարակ առանց բարեկամական կապերի շատ դժվար է։ Այդ իսկ պատճառով ուզում եմ վերականգնել հարաբերությունները։ Մայրական կողմը որտեղ է ապրում։ Միայն գիտեմ, որ Որոնեժ քաղաքում են, ուրիշ ոչինչ չգիտեմ։ Նաև պատմել են, որ նրանք սեփական տանն են ապրում։ Ոչ բնակարանում։ Այն մարդիկ, ովքեր վաղ հասակից զրկված են լինում ծնողներից, փորձում են իրենց երեխաներին տալ ավելին։ Ինչպես է ձեր պարագայում, ինչ եք դուք տալիս երեխաներին, որից ինքներդ զրկված եք եղել ճակատագրի բերումով։ Երեխաներս լիարժեք ընտանիք ունեն՝ մայր, հայր, տատիկ, պապիկ։ Նրանց ոչ ոք չի հանդիմանում, չի պատժում։ Ոչ մի բանից չենք զրկում։ Նրանք ունեն այն ամենը, ինչ ես չեմ ունեցել փոքր ժամանակ։ Բայց ես որպես այդպիսին տատիկիս հետ էլ չեմ մեծացել։ Հիմնականում հորս, հորեղբորս, ավակ եղբորս հետ էի։ Վալենտինա, ըստ ձեր ունեցած տվյալների, ձեր մոր ազգականները կամ գոնե ձեր քեռին, որին դուք ուզում եք գտնել, Որոնեժ քաղաքում էր ապրում, ճիշտ է։ Այո։
Ու իհարկե ճիշտ կլիներ որոնողական աշխատանքները սկսել հենց այդ տեղից, եւ մենք այդպես էլ վարվել ենք։ Ու արդյունքներ էլ ունենք։ Ի ուրախություն մեզ բոլորիս։ Դիտենք տեսանյութ, միասին։ Ու ամեն ինչ պարզ կդառնա։ Ես Անանիև Կոստանտին Վիկտորովիչն եմ։ Ծնվել եմ 1973 թվականի օգոստոսի 27-ին։ Ապրում եմ Որոնեժ քաղաքում։ Սա ավագ քույրս է, Լենան, սա Անյան է, իսկ սա ես եմ, ամենակրտսերը։ Կոնստանտինի եւ քույրերի մանկությունն անցել է Ղրղստանում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո նա կրտսեր քրոջ Անյայի հետ մեկնել է Ուկրաինա, սովորելու։ Հետո աղջիկը մնացել է Ուկրաինայում, իսկ եղբայրը մեկնել է զինվորական ծառայության։ Այդ տարիներին Կոնստանտինի մայրը տեղափոխվեց Որոնեժ։ Տղան էլ զորացրվելուց հետո մեկնեց նրա մոտ։ Այնտեղ իմացա, որ Անյան Ուկրաինայում ամուսնացել է եւ արդեն դուստր ունի։ 1994-ին վերադարձա բանակից։ Այդ ժամանակ մայրս արդեն Որոնեժում էր։ Նա պատմում էր, որ Անյան ամուսնու Իգորի հետ այցելել է նրան։ Նրանց ավագ դստեր անունը Վալիա է։ 1 տարի անց դժբախտություն տեղի ունեցավ։ Անյան սննդային թունավորումից մահացավ։ Չէի կարողանում հավատալ իրողությանը։ Հավատս չէր գալիս, որ այլևս չեմ տեսնելու քրոջս։ Շատ արագ հավաքվեցինք ու մեկնեցինք Ուկրաինա։ Ուշանում էինք։ Ծանր էր։ Ուղարկավորության ժամանակ տեսա նրա դստերը։ Փոքրիկ աղջիկ էր։ Հետագայում Անյայի ամուսնու հետ հարազատները կապ հաստատել չկարողացան։ Ենթադրում էին, որ կնոջ մահից հետո Իգորը դստեր հետ տեղափոխվել է։ Ինձ գրեցին սպասիր ինձ նախագծից։ Սկզբում չհավատացի։ Այսքան տարի է անցել, անհավատալի է, որ նա որոնումներ է նախաձեռնել։ Ես իսկապես շատ կուզեի հանդիպել, խոսել նրա հետ։ Վերջի վերջո մենք հարազատներ ենք։ Իմ հարազատ Զարմուհին է։ Մերն է։ Ուրախ եմ, որ գտել ես ինձ։ Եվ իհարկե, ուրախ կլինեմ հանդիպել։ Շատ եմ ուզում տեսնել քեզ։ Զրուցել քեզ հետ։ Մենք խոսելու շատ բան կունենանք։ Կսպասեմ քեզ։ Ինչ զգացողություններ ունեք։ Խոսքերով չեմ կարող փոխանցել։ Կարծես մայրիկիս նայեմ։ Նա շատ նման է մայրիկիս։ Հարազատություն եմ զգում։ Ես մի լուսանկար ունեի, ցավոք այն տեղափոխությունների ժամանակ կորել է։ Այդ լուսանկարում նա է, հայրիկիս հետ։ Շատ նիհար էր, բեղերով, զինվորական համազգեստով, այն ժամանակ նոր էր բանակից վերադարձել։ Նա չի փոխվել։ Հենց այսպես էլ նրան պատկերացնում էի։ Ինչ եք կարծում, օրինակ ձեր քերին, երբ մի օր զանգ կամ նամակ է ստացել մեր գործընկերներից, ու նրան հայտնել են, որ դուք իրեն փնտրում եք։ Ինչ զգացած կլինի։ Նույնիսկ չգիտեմ, նա ինձ տեսել է, երբ դեռ փոքր երեխա էի, չեմ էլ կարող պատկերացնել։ Հավանաբար ուրախ է։ Որքան գիտեմ, բացի իմ մորից ուրիշ քույր չունի։ Եվ կարծում եմ, ուրախ կլինի, որ գտել ենք իրար։ Սա մայրս է։ Անյան, սա եղբայրս է։ Սա էլ կրտսեր հորեղբայրս։ Ես կուզեի, որ ամեն ինչ դեպի լավը փոխվեր։ Ուզում եմ տեսնվենք, շփվենք։ Վալենտինա, սա ամբողջ անակնկալը չէ։ Լավագույն տարբերակում իհարկե դուք էլ մենք էլ կուզեինք, որ տեղի ունենար հանդիպում, առերես, իրական, այստեղ մեր տաղավարում։ Ձեր մորեղբայրը չի կարողացել ժամանել Հայաստան, կփորձենք կապ հաստատել նրա հետ։
հենց այս պահին դուք ունեք հնարավորություն շփվելու ձեր մորեղբոր հետ։ Բարև ձեզ Կոնստանտին։ Բարև ձեզ։ Հենց հիմա Երևանում Սպասիր ինձի տաղավարում ձեր զարմուհին է Վալենտինան, ով մի ամբողջ կյանք երազել է ձեզ տեսնելու մասին։ Բարև Վալենտինա։ Բարի օր։ Ես շատ ուրախ եմ, որ որոշել ես գտնել ինձ։ Ես շատ ուրախ եմ։ Ես էլ եմ անսահման ուրախ։ Դուք շատ նման եք մայրիկին։ Այո, Ուղղակի մայրիկը բացերանգ էր։ այո։ Մեր ընտանիքում միայն մայրիկը էր բացերանգ, բոլորս թուխ ենք։ Նա պապիկին էր նման։ Կոնստանտին, դուք այս տարիների ընթացքում փորձել եք ինքներդ ինչ-որ տեղեկություն հայթայթել ձեր զարմուհու մասին, իմանալ որտեղ է նա, ինչպես է դասավորվել նրա կյանքը։ Ես փորձում էի գտնել նրան սոցկայքերի միջոցով, բայց ոչ մի ինֆորմացիա չգտա։ Որոնումներս հաջողությամբ չպսակվեցին։ Ինչ-որ պահի պարզապես դադարեցի որոնել, եւ արդեն հույս էլ չունեի, որ երբևէ կտեսնվենք։ Ու հիմա ես շատ շնորհակալ եմ Սպասիր ինձ նախագծին։ Ես երախտապարտ եմ Վալենտինային, որ այս հաղորդման միջոցով կարողացել է գտնել ինձ։ Շատ եմ ուզում տեսնել ձեզ։ Ես էլ շատ կուզեի տեսնվել։ Դու որտեղ ես ապրում։ Հայաստանում Հայաստանում։ Վաղուց ես այդտեղ ապրում։ արդեն 3 տարի։ Իսկ հայրիկդ։ Հայրիկը 2020-ին մահացավ։ Նա էլ չկա։ Եղբայրս էլ զոհվեց 25 թվականի նոյեմբերին։ Մաքսիմը։ Այո, Անհավատալի է։ Իսկ հորեղբայրդ։ հորեղբայրը յուրան ողջ է, ծառայում է։ Պետյան ապրում է Շչասյե քաղաքում, Վոյտովոյին մոտ է։ Պետյան, պարզ է։ Փաստորեն ստացվում է, որ դուք Վալենտինայի միակ ազգականն եք, ճիշտ եմ հասկանում։ Ոչ։ Միակ ազգականը չեմ։ Մենք շատ բարեկամներ ունենք։ Ես 2 դուստր ունեմ եւ 1 որդի։ Նրանք Վալիայի զարմիկներն են։ Ավագ քույրս էլ 2 որդի ունի։ Նրանք Մոսկվայում են։ Քեզ գուցե պատմել են Լենայի մասին։ Եվ վերջերս ես պապիկ եմ դարձել։ Դուստրս է երեխա ունեցել։ Այնպես որ եւս 1 ազգական ունես արդեն։ Շնորհավորում եմ ձեզ։ Իսկ այն մասին, որ մայրիկը քույր ունի, ես չգիտեի։ Առաջին անգամ ձեզնից եմ լսում։ Ինձ երբեք ոչինչ չեն ասել նրա մասին։ Գիտեի միայն ձեր մասին։ Նաև գիտեի, որ դուք դուստր ունեք, Նաստյան։ Այո, Նաստյան ավագ դուստրս է։ Մյուս աղջիկս Անյան է։ Իսկ որդուս անունը Դենիս է։ Բոլորը քո քույրերն ու եղբայրներն են։ Դուք արդեն հասցրել եք պատմել ձեր ընտանիքին, ինչպես հենց նոր իմացանք, բավականին մեծ ընտանիք է։ Հասցրել եք պատմել օրինակ ձեր զավակներին, ձեր քրոջը, որ ահա այսպիսի մի անակնկալ կերպով ձեր կյանքում հայտնվել է Վալենտինան։ Այո, հասցրել եմ պատմել իմ երեխաներին։ Առայժմ միայն նրանց։ Բայց արդեն բոլորին կպատմեմ, կհայտնեմ ուրախ լուրը։ Թող իմանան, որ եւս 1 ազգական ունենք, Վալյան։ Կոնստանտին, ինչ եք մտածում, այստեղ Հայաստանում կհանդիպեք Վալենտինայի հետ, թե ամեն դեպքում Վալենտինային կհրավիրեք ձեզ մոտ։ Ես ցանկացած վայրում ուրախ կլինեմ հանդիպել, թե Հայաստանում, թե Վորոնեժում։ Կարող են գալ մեզ մոտ, մեծ սիրով կդիմավորենք, կգրկենք, կնստենք, կխոսենք։ Շատ բան ունենք հիշելու, խոսելու։ Միայն ուրախ կլինեմ։ Ես նույնպես անսահման ուրախ կլինեմ, եթե դուք գաք Հայաստան։ Այստեղ ընտանիքս է։
Երկու երեխաներս, ամուսինս, կծանոթանաք նրանց հետ։ Հրաշալի է, ուրախ կլինեմ ծանոթանալ։ Աննկարագրելի ուրախ եմ, որ գտնվել եք, որ տեսա ձեզ։ Ես շատ եմ փնտրել սոցցանցերի միջոցով, բայց չէր ստացվում։ Հիմա շնորհիվ այս հաղորդման տեսնում եմ ձեզ։ Հուսամ կհանդիպենք, դուք կայցելեք ինձ կամ ես կգամ։ Շատ ուրախ կլինեմ ձեզ իմ տանը հյուրընկալել։ Փոխադարձաբար ուրախ կլինեմ հանդիպել։ Անհավատալի է, որ այն փոքրիկ աղջիկը իրականացրեց իր երազանքը։ Ես շատ երախտապարտ եմ եւ անսահման ուրախ եմ։ Ես նույնպես։ Շնորհակալություն Կոստանտին։ Ես վստահ եմ, որ դեռ ձեր կապը շատ երկար կպահպանվի, այսինքն այսօր մենք կարողացանք ուղղակի միջնորդնել, որպեսզի դուք իրար գտնեք։ Դե, ձեր զգացողությունները ինչպիսին են, Վալենտինա։ Հույզերս խեղդում են։ Երջանիկ եմ, որ վերջապես տեսա նրան։ Ես 32 տարեկան եմ եւ կյանքիս ընթացքում նրան երբեք չէի տեսել ու չէի լսել։ Նա այնքան նման է մորս։ Այսուհետ արդեն մշտապես այն գիտակցումը կունենաք, որ դուք մենակ չեք։ Ճիշտ է, ունեք ձեր սեփական ընտանիքը, այստեղ Հայաստանում կազմավորված ընտանիք, բայց բոլորովին այլ զգացողություն է իմանալ, որ արյունակից բարեկամ ունես։ Այսուհետ այդ բացը ձեր կյանքում լրացված է։ Դուք գտաք ոչ միայն ձեր մորեղբորը, այլև ինչպես մեզ հայտնի դարձավ մորաքույրել ունեք, բոլորը ունեն երեխաներ, այսինքն ձեր ընտանիքը շատ արագ Իհարկե։ ընդլայնվեց։ Ինչ է կարծում հնարավոր կլինի բոլորին միտեղ հավաքել ու այս դեպքում կարևոր չէ թե որտեղ։ Այո, Հայաստանը մեծ է։ Թեկուզ ամբողջ Վորոնեժով գան, ես միայն երջանիկ կլինեմ։ Իհարկե ես էլ կմեկնեմ նրանց մոտ։ Եվ շատ ուրախ կլինենք, որ ձեր հանդիպման ժամանակ, երբ որ հանդիպեք, մենք էլ ներկա գտնվենք։ Մեր նկարանող խումբը հաստատ, որովհետև այդ հանդիպումը արժե հասանելի դարձնել մեր հեռուստադիտողներին։ Իհարկե։ Ես կողմ եմ ու միայն շնորհակալ կլինեմ։ Շատ եմ ուզում տեսնվել։ Կարծում եմ կասկածից վեր է, որ այս օրը ձեր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը կհամարեք։ Այո, անշուշտ։ Ինչ եք անելու մեր տաղավարից դուրս գալուց հետո։ Կզանգահարեմ տուն, կասեմ, որ գտնվել են։ Շատ կուրախանան։ Նրանք էլ էին անհանգստանում, օգնում էին ինձ։ Հենց ամուսինս պնդեց, որ դիմեմ սպասիր ինձին։ Կեցե ձեր ամուսինը, մենք նրան ողջունում ենք ու ձեր ամուսինը իդեպ ամեն ինչից տեղյակ էր, քանի որ մեր գործընկերները նրան արդեն իսկ տեղյակ էին պահել։ Նրանից էլ շատ շնորհակալ ենք, որ այնքան գաղտնապահ է եղել, որ դուք չեք էլ կռահել, որ ինքը ինչ-որ բան գիտի։ Անակնկալը ստացվեց։ Շնորհակալ եմ ձեզ եւ հաղորդաշարի անձնակազմին։ Ձեզ շնորհակալություն եւ շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Մենք ձեզ շնորհավորում ենք եւս մեկ անգամ եւ վստահ ենք, որ այս կապն այլևս չի ընդհատվի։ Իհարկե, շնորհակալ եմ շատ։ Տխուր է անչափ տեսնել, որ արյունակից բարեկամները 30 տարի են կորցրել, չտեսնելով ու անգամ գրեթե չճանաչելով իրար։ Տխուր է գիտակցել, որ կան բազմաթիվ նման ընտանիքներ, կիսված, անժամկետ, միմյանցից հեռացած։ Տխուր է, ինչ խոսք, բայց Վալենտինայի եւ Կոնստանտինի համար այսօր կյանքի նոր էջ կբացվի, որտեղ նրանց ընտանիքի պատմությունը ոչ թե տարբեր ձեռագրերով ու տարբեր տեսանկյուններով կգրվի, այլ կդառնա մեկը, երկու ընտանիքների համար։ Ուզում ենք, որ այս պատմությունը դառնա ոգեշնչման աղբյուր բոլոր այն ընտանիքների համար, որոնք նույն փորձության միջով են անցնում։ Եվ հիշեցնում ենք, որ ձեր կողքին կլինենք այն րոպեից, երբ կայացնեք որոնելու որոշումը։ Այսօրվա համար այսքանը։ Մինչ տեսություն։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։